Ասում են ինչքան մեծանում եմ, ավելի եմ ուժեղանում։ Չնայած դեռ կրակների մեջ եմ, բայց 24 տարվա փորձ ունեմ կրակից դուրս գալու ու ոնց որ այդքան էլ չեմ վախենում։ Հա, այսօր այդ օրն է։ Գլուխ կովալու ու հպարտանալու, որ ինքս ինձ կարողանում եմ պաշտպանել։ Ու գիտեմ, որ ինչքան էլ այդ օր ինձնից բացի ու մասեր ցույց տան ու ծափահարեն, ես եմ ինքս ինձ պաշտպանողը։ Ու այդ իմ ունեցածի հաշվին եմ անում։ Գոնե այսօրը ձեզ մի քիչ նեղություն տվեք ու մի երկու բառ ինձ ասեք, բայց չէ, ես միշտ մոռանում եմ մեր մեջ գոյություն չունեցող կապի մասին։ Իսկ դրսի գործերում այս շաբաթ գլուխ գովալու տեղ չունեմ։ Արևմուտքում ժողով արեցին ու հարևանների կուտը կերան։ Համոզեցին ու հավատացին, որ ազատ անկախ մասնիկներս չորուցամակ են թողնում հարևաններին։ Ես չհավատացի, բայց այդ ծառաները, որ պիտի գործ անեն ու մյուսներին համոզեին, ծախողեցին։ Սրանից հետո ես սպասում եմ, որ ինձ պիտի դրսի գործերով զբաղվողը նստի ու բացատրի, թե ինչու էսպես եղավ։ Կարող է ես եմ մեղավոր, կամ էլ գոնե ասի, դե չստացվեց, ներող, բայց չէ, ձեն ծպտուն չկա, ոնց որ միշտ։ Արևմուտքում հաշվարկ կանողներ էլի ամփոփել են անցած տարի ու էլի ինձ համար լավ լուրեր չունեն։ Արդեն անհիշելի ժամանակներից ազատություններիս հետ կապված հարցերը կիսատ պռատ են ու շատ բան չի փոխվում։ Իսկ այդ թափանցիկության ու ծանոթ բարեկամների մասնագետներն ասում են, որ անցած տարվա համեմատ մի քիչ վիճակս փոխվել է, դե դեպի վատը։ Էլի ձեռները գրպաններս են տանում ու մեջքիս հետևում մութ գործեր անում։ Ոնց որ թե երկար տարիների մթությունից հարավից հարևանն է դուրս գալիս։ Արևմուտքում կանաչ լույս են վառել ու որոշել են տալ առնել հարևաններիս հետ։ Դե ասում են արդեն վստահում ենք, ոչ մեկի չեն ուզում պայթեցնել։ Այս լուրից ամենաշատը երևի ես պիտի ոգևորվեի։ Դե վերջի վերջո հարևան եմ, կգան, մի քիչ էլ ես օգուտ կունենամ, բայց չէ, իմանք միանգամից չեն թիթիզանում։ Սպասեն տեսնեն հյուսիսում ոնց են որոշում, որ ես կարողանամ նոր մի բան անել։